Գործերը Սևանի իրենց բաժին ջրում երկչախմբով դիմավորեցին առավոտ շուտ Կարճախբյուրի ափիեկացյուրերին։ Բեռնատարը ամառային իշխանի մանրաձուկ է բերել լիճ լցնելու։ Նախ ցուցադրական թափանցիկ դույլը ձեռքից ձեռք անցավ, որ բոլորը տեսնեն ինչ չափից ձկնիկների խմբականակ է։ Ապա խողովակն ամրացրին ու սկսեցին հերթով դատարկել մեքենայի խցերը։ Վաստողեցին 38,800 հատ, ամառային իշխանի խմբականակ, նախորդ խմբականակը շուրջ 36,000 գեղարքունու մանրաձուկ է բաստողնվել եւ մինչեւ տարեվերջ կավելացնենք քանակները եւ հուսով եմ կհասնենք մոտ 800,000 մանրաձկան։ Խոստումը հնչում է մայիսի 22-ին աշխարհում նշվող կենսաբազմազանության միջազգային օրը խախտել չեն կարող։ Այս տարին հավակնում է բացառիկ լինել լճի ձկնային պաշարների համալրման առումով։ Գարուն աշուն մշտական 2-ի փոխարեն նախատեսված է 3 անգամ մանրաձուկ լցնել կտրուկ գերազանցելով հայտարարված 520,000 հատի պլանը։ Բուծարանը քանակից չի նեղվում, ամեն ավազանում այս պահին 150,000 հատ գեղարքունի է քաշ-հավաքում։ Ընկերության հզորությունը թույլ է տալիս ապահովել հայտարարած թիվը, վստահեցնում է Սևանի իշխանի տնօրենը։ Գործարանում ներկապային առկայա թվերով շուրջ 1 միլիոն մանրաձուկ, որից ինչ որ մի քանակությունը մշտապես մենք ընտրում պահում ենք որպես ծնողական կազմ հետագա սերունդը շարունակելու համար, իսկ մնացածը 800,000 հատ մեր առաջ դրել ենք այսպիսի մի ցուցանիշ, որ այս տարի անպայման բաց կթողենք։ Մինչև այս պահը աղբյուրի ջրում ապրած մանրաձկանը պարզվում է ընդամենը 3 օր է պետք լճի ջերմաստիճանին ու բաղադրությանը հարմարվելու համար։ Այնպիսի ափ է ընտրված տարածքում կերի պակաս չլինի։ Իդեպ մանրաձկանը սոված են բաց թողնում կենթանաբանի պնդմամբ, որ ուտելիք փնտրելով արագ լող տան խորանան Սևանում։ Դիտմամբ չեք կերակրել, որ իրանք իհարկե, նախապես չեն կերակրում, նախ որովհետև ստրես չլինի տեղափոխության ընթացքում, քանի որ ստրես են տանում, սկսում են շատ թթվածին ծախսել, որպեսզի ավելի թեթև տանեն այդ տեղափոխման process-ը եւ այլն, եւ բնականաբար որպեսզի նրանք սկսեն աշխատացնել իրենց բնազները եւ կեր փնտրել։ Ամառային իշխանի այս խմբականակը հատի հաշվով 300 դրամ ծախսով հասցվել է միջինը 34 գրամի։ Նկատելի խոշոր է նախորդ տարիների համեմատ, որ հեշտ հարմարվի Սևանին մեծանա։ Կորուստը շատ չլինի, չսատկենք ամսիգի ու մյուս ձկների կեր դառնան։ Որորներն իհարկե անմիջապես հավաքվեցին ջրից իրենց բաժինը թռցնելու։ Բնության օրենքն է, էկոհամակարգն իր կանոններն ունի, ասում են մասնագետները։ Հնդածս հպարտանում նաև ապրիլ-մայիսի առատ անձրևների շնորհիվ Սևանի մակարդակի նոր ցուցանիշով։ Մայիսի 22-ի դրությամբ Սևանալճի մակարդակը կազմում է 1971 մետր, ինչը 22 սանտիմետրով բարձր է անցյալ տարվա նույն օրվա մակարդակի համեմատությամբ եւ 32 սանտիմետրով բարձր հունվարի 1-ի դրությամբ։ Սարերի հունիսի ձնհալի արդյունքում լիճը կբարձրանա եւս 10 սանտիմետրով կանխատեսմամբ շրջակայի թիմը կենսաբազմազանության օրվա գեղարքունիքի հատվածն ավարտեց, շտապեց լոռի։ Եղեգնուտում ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակ են բնություն բաց թողնում։ Կենդանիները ծնվել 2-3 տարեկան են դարձել Դիլիջանի ազատ ավանդակ բազմացման կենտրոնում։ Հատուկ ռադիո կապ ունեն, որի միջոցով մասնագետները կկարողանան արբանյակային կապով հետևել նրանց հետագա կյանքին։ Ներկաները մի լավ սիրեցին ու ճանապարհ գցեցին։ Լոռվա անտառներում էլ փաստորեն եղջերու ունեցանք արձանագրում է բնության համաշխարհային հիմնադրամի պատվիրակը։ Տարածքները շատ լավն են, իրանք ուտելիքի կերի առումով այստեղ խնդիր չունեն, մարդկային առումով, մարդկային գործոնի հույսով մեր ժողովուրդը հասկանում է այս կարևոր գործը, որովհետև այս կենդանին մեր մոտ տեսակը վերացել էր, մի բավականին մեծ ջանքեր են գործել, որ վերականգնենք Հայաստանում։ Նախորդ տարիներին բաց թողնված 22 եղջերուները ձուլվել են վայրի բնությանը, ոչ մեկին գայլերը չեն կերել հաշվետվությամբ, սկսվեց կենսաբազմազանության տոնի եզրափակիչ հատվածը։ Օրվա միջոցառումները նախարար Սիմիդյանն ամփոփեց կառավարության նիստից բերած անակնկալ լուրով։ Կառավարությունը հավանության արժանացրեց խոշոր կաթվածքների պահպանության միջազգային դաշինքին, ազգային ժողովն դա իհարկե քննարկենք։ Մինչ քոաֆում կներկայացնեին անտառ տնկման Three AM թվային հարթակը, եղջերուները վազ տվեցին դեպի անտառի խորքերը։ Հերմինե Բաղդասարյան, Սերինե Սերոփյան, Հովանես Քյուրքչյան, Թերեզա Հայրապետյան լուրեր։